Ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ, հարգելի գործընկերներ եւ շատ սիրելի քաղաքացիներ։ Այսօր առավոտվանից մեր ընդդիմադիր գործընկերները այս դալիճում եկել եւ ստանձնել են ենթադրյալ կաշառակեր Վարդանիկի պաշտպանի դերը։ Որևէ մեկը մեր աջ կողմում նստած գործընկերներից չեկավ այս ամբիոնի մոտ եւ չխոսեց հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հրապարակված ձայնագրության մասին, ձայնագրության բովանդակության մասին։ Տպավորություն է, որ Վարդանիկը ինչ-որ աստվածահաճո գործ է կատարել եւ մենք ապիկար իշխանություններս գալիս եւ քննադատում ենք վերջինիս եւ չենք գնահատում իր կատարած աշխատանքը։ Միգուցե ձեզ համար իրականում կաշառակերությունը աստվածահաճո գործ է։ Ես վստահ եմ, որ այդպես է, որովհետեւ տարիների ձեր աշխատանքի փորձը դա մեզ վստահեցրել է, բայց ուզում եմ ասել, որ այսօր մեր իրավական պետությունում, մեր ժողովրդավար պետությունում, ինչպես իմ գործընկերն է նշում, կաշառակեր Սրիկայի տեղը բանտն է, ուզեք թե չէ։ Միգուցե այս ամբողջ պրոցեսը, ինչպես ամիսներ առաջ բացահայտված ահաբեկչությունը օրհնված էր կտրիչի գլխավորությամբ, միգուցե այս Վարդանիկի կաշառակերությունն էլ էր օրհնված, բայց ստիպված եք համակերպվել իրականության հետ։ Տիկին Գյուրեղյան, այդ որ գալիս ասում եք ընդդիմադիր քաղաքապետի հանդեպ ինչ-որ ճնշումներ, քաղաքական ճնշումներ, չգիտեմ ինչ, հարձակում ժողովրդի ձայնի վրա, ինչ ձայնի մասին եք խոսում։ Վարդան Ղուկասյանը չի ընտրվել Գյումրու քաղաքապետ։ Ես անընդհատ սա կրկնելու եմ բոլոր հարթակներից, որովհետև դա է իրականությունը։ Վարդան Ղուկասյանին դարձրել են քաղաքապետ Սերժա Քոչարյանական խունտայի ներկայացուցիչները։ Ուր է Մարտուն Գրիգորյանը։ Ձեր գործընկերոջը մի հատ հարց եղեք դուք։ Իմ հնչեցրած հարցերին չի պատասխանում։ Դուք հարցրեք, միգուցե ձեզ պատասխանի։ Երեք ինչ-որ հայտարարություն էր տարածել իր սոցիալական էջում, մոտավորապես բովանդակությունը հետևյալն էր։ Ես ձեզ ասում էի, չէ՞ որ Վարդանիկին պետք չէր դարձնել քաղաքապետ, բայց ում էր ասում այդ մարդը, ես մինչև այս պահը չեմ հասկանում։ Ում հետ է կռիվ տալիս, եթե ինքն է դարձրել ենթադրյալ կաշառակերին Գյումրու համայնքապետ։ Գիտեմ, որ սա ամենահեշտ ձևն է պատասխանատվությունից խուսափելու, բայց նույն Մարտուն Գրիգորյանը եւ մնացածը պարտավոր են հասկանալ եւ ընդունել, որ իրենք ուղիղ պատասխանատվություն են կրում Վարդանիկի արած յուրաքանչյուր քայլի համար։ Շատ եք ասում աջակիցները դրսում պաշտպանում էին Վարդանիկին։ Ես այս ամբիոնից ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, Վարդան Ղուկասյանը Գյումրիում չունի մեծաթիվ աջակիցներ, ինչպես փորձում եք ներկայացնել դուք։ Շնորհակալ եմ։ Արուսյակ Մանավազյան։